Դե, եթե սիրելի հետևորդներ, ձեզ դուր եկավ իմ այսօրվա պատրաստած ուտեստը, ուրեմն դե եկեք գնացինք պատրաստելու։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր պատրաստելու եմ խմորով ուտեստ։ Ունեմ սիրելիներս սող, մանր կտրտած, ունեմ աղացած միսը, տավարի և խոզի, ունեմ թարմ պղպեղ կարմիր, ունեմ եգիպտացորեն և թթվասեր սիրելիներս։ Պատրաստման եղանակը ձեզ կցուցադրեմ։ Հիմա լցնում եմ ձիթապտղի յուղը, հիմա տապակը արդեն մեր տաք է, լցնում եմ սոխը, ամբողջությամբ։ Ահա սիրելիներս, մեր սոխը արդեն ինչքան որ մեզ պետք է տապակվեց, հիմա կլցնեմ միսը, մսի ժամանակն է կլցնեմ միսը, բայց մինչև մսի լցնելը, հիմա պետք է աղու սև պղպեղ անեմ սոխի վրա և միևնույն ժամանակ հետո մսի վրա։ Այսպես մի քիչ աղ եմ լցնում, հետո միսը, որ քիչ տապակեմ, արդեն կլցնեմ նորմալ, ինչքան որ պետք է աղը։ Սա է մի քիչ սև պղպեղ։ Այս չափի տապակած սոխը բավական է։ Հիմա համտեսեմ, ձեզ ասեմ աղն ու սև պղպեղը բավական է, թե ոչ։ Լրիվ տեղն է, սիրելիներս։ Թթվասերը կսում եմ բոլոր մասերով, պատում եմ թթվասերով։ Միայն անկյունները ազատ եմ թողնելու։ Շատ հաստ շերտով չեմ անելու։ Բարակ շերտով։ Ժողովուրդ ջան, այսպիսի տեսք է ունենում, անկյունները ազատ ենք թողնում։ Հիմա կլցնեմ քիչ աղ, այսպես։ Կլցնեմ քիչ աղացած սև պղպեղ, այսպես։ Կլցնեմ պանիրը, մի քիչ տակը կլցնեմ, մի քիչ էլ վրա։ Պանիրը այս չափի լցրեցի տակը։ Հիմա պետք է միսը տարածեմ։ 300-ից 400 գրամ միս եմ վերցրել։ Հիմա լցնում եմ եգիպտացորենը։ Եգիպտացորենն ու քաղցր պղպեղը չեմ տապակել, թարմ եմ լցնում, շարելու եմ կարմիր քաղցր պղպեղ, եթե ուզում եք գույնավոր, եթե ցանկանում եք կծու, ինչ որ ցանկանում եք կարող եք դնել։ Հիմա նորից վրան կլցնեմ քիչ պանիր, այս անգամ շատ չնչին պանիր, եթե չունեք դեղին պանիր կամ ունեք քիչ է, վերևի մասում կարող եք լցնել աղի պանիր, աղը դրած պանիր, ինչ որ ունեք տանը, բայց տակը անպայման պետք է լինի քիչ դեղին պանիր, տեսակ ինչքան եմ լցրել ժողովուրդ ջան։ Այս չափի աղի պանիր եմ լցնում։ Սենց փշրում եմ վրա, սիրելի ժողովուրդ։ Հիմա պետք է կլորացնեմ, ռոլն անեմ, սիրելիներս, այսպես։ Այս գլուխների մասը պետք է սիրուն հավաքենք, որպեսզի դուրս չգա միջից ուտեստը։ Հիմա պատելու եմ ձվով 220 աստիճան, էփելու պրոցեսը ձեզ կասեմ ինչքան է պատրաստվել սիրելիներս։ Հիմա պատում եմ և դնում եմ էլեկտրոօջախի մեջ։ Վերջացրեցինք, սիրուն գեղեցիկ կարմիր թշիկներով եղավ մեր ուտեստը։ Տևեց ընդամենը 25 րոպե, վերև ներքև 220 աստիճան։ Կտրում եմ արդեն և փորձելու եմ, կտրեմ և փորձեմ ձեր ներկայությամբ։ Հիմա շարունակեմ կտրելը, սիրելիներս, այսպես։ Այսպիսի տեսք ունի, սիրելի հետևորդներ, նայեք, տեսեք ինչպիսի հավասարաչափ էփել եմ։ Հիմա փորձեմ ձեր ներկայությամբ, ձեռքով։
Ձեռքով ավելի համեղ է։ Համեղություն, սիրելիներս, լրիվ էփած, ինչպես դուք տեսաք, պղպեղը, եգիպտացորենը, դրանք բոլորը հում եմ դրել մեջը, չէ, բայց հավասար էփած է, ոչ փափուկ է, ոչ սիրուն խրթխրթան մեջը զգում ես ամեն ինչ որ ուտում ես։ Հիմա մեզ ինչ է մնում, սիրելի հետևորդներ, մեզ մնում է հետևել, հավանել եւ տարածել։ Մնացեք ինձ հետ, սիրում եմ ձեզ, սիրենք իրար։ Մնացեք ինձ հետ։